Բացի Ալեպի վճռորոշ մարտերից, շաբաթվա միջազգային գլխավոր լուրերն էին։ Կոլումբիայում տեղի ունեցավ ավիաաղետ։ Շվեդահայերը այնպիսի վիճակի հասցրեցին թուրք կուսակցապետին, որ նա խոստովանեց, որ հայերին անտեղի վիրավորել է։ Սպառնալիքներ տեղի ունեցան հայ ընտրիչի հասցեին Միացյալ Նահանգներում։ Ֆրանսուଆ Օլանդը ինքնաբացարկ հայտնեց եւ հայ-եվրոպական ավիաբանակցություններ կմեկնարկեն։ Այս մասին խոսեցին Բրյուսելում։ Եվ այսպես, Կոլումբիայում կործանվեց օդանավ, զոհվեց 76 մարդ, այդ թվում բրազիլացի ֆուտբոլիստներ։ Ավիաաղետի պատճառը օդանավի տեխնիկական խնդիրներն էին։ 5 մարդ ողջ է մնացել եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Շվեդական դատարանը հենց այս շաբաթ սկսեց քննել թուրք համայնքապետ Բարբարոս Լեյլանիի գործը։ Դատական հենց առաջին նիստին Բարբարոսը հայերից հրապարակավ ներողություն խնդրեց։ Սա այն թուրքն էր, որն ապրիլյան ագրեսիայի ժամանակ Ստոկհոլմում թուրք-ադրբեջանական հավաքին հայերին անվանել էր շներ եւ արյուն թափելու վճռականություն հայտնել։ Տեղի հայերը Բարբարոսի դեմ այնպիսի արշավ էին սկսել, որ նրան մի քանի օրվա ընթացքում հեռացրել էին աշխատանքից եւ թուրքական կազմակերպության համանախագահի պաշտոնից, ինչից հետո Բարբարոսը հրապարակավ արտասվել էր։ Միացյալ Նահանգներում սպառնացին սպանել հայ ընտրիչին։ Մայքլ Բաներյանը հենց այն 538 մարդկանցից մեկն է, որ ընտրելու է երկրի նախագահին։ Ըստ ամերիկյան օրենսդրության նախագահին ընտրում են ընտրիչները, որոնք ներկայացնում են այն կուսակցությունը, որի թեկնածուի օգտին քվեարկել են տվյալ նահանգում։ Բաներյանը դեկտեմբերի 19-ի ընտրությանը քվեարկելու է Թրամփի օգտին, քանի որ նրա կուսակիցն է, եւ իր նահանգում հաղթել է հենց հանրապետական թեկնածուն։ Այս առիթով նրան սպառնում են։ What have people said to you? Ինչ են ձեզ ասել, ինչ սպառնալիքներ եք ստացել։ Օրինակ, մեկը խոստացել էր գնդակահարել, մյուսն ասել էր, որ հուսով է ես կմահանամ։ Մեկ ուրիշը պնդում էր, որ հասարակության շահերից ելնելով ես պետք է նետվեմ ավտոբուսի տակ։ Ֆրանսուଆ Օլանդը չի առաջադրի իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությանը, այս մասին Օլանդը հայտարարեց հենց այս շաբաթ։ Պատճառը ռեկորդային ցածր վարկանիշն է, Ֆրանսիայում նախագահ կընտրեն ապրիլի 23-ին։ Ես գիտակցում եմ առանց լայն աջակցության առաջադրվելու հետևանքները։ Ես հստակ հայտարարում եմ, նախագահական ընտրությանը իմ թեկնածությունը չեմ առաջադրելու։ Եվ վերջում Եվրամիության տրանսպորտի եւ հեռահաղորդակցության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը։ Այս մասին 5 հայտնեց Սլովակիայի տրանսպորտի նախարարը։ Նոր համաձայնագիրը կնպաստի ավիատոմսերի գնանկմանը եւ եվրոպական ընկերությունների համար կապահովի նոր բիզնես հնարավորություններ։ Դա կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջև համագործակցության հիանալի օրինակ։ Մյուս շաբաթ միջազգային գլխավոր լուրերը կրկին կլինեն Սիրիայից, բանակն այստեղ զինյալներից հետ է խլում նորանոր շրջաններ, բեկելով պատերազմի ընթացքը։